Պարոն Մարգարյան, Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն է վաղը եւ Հայաստանի իշխանությունները վերջին տարիներին առհասարակ բարձրաձայն բարձրագոչ հայտարարում են, որ Հայոց ցեղասպանության միջազգայնացումը չկա իրենց օրակարգում։ Ինչ վտանգներ եք դուք տեսնում այս առումով։ Գիտեք, ավելի քան 80 տարի է, գուցե ավելի քան 110 տարի է, շատ կարճ ժամանակ եղել, որ Հայաստանի իշխանությունները հետապնդել են հայկական ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը։ Այդ 110 տարվա մեջ գուցե 20 տարի։ Մնացածը մի փոքրամասնություն եղել, մի մարտնչող փոքրամասնություն, մի ազգային փոքրամասնություն, որ այդ նպատակը դրել իր առջև եւ առաջ է գնացել։ Եվ հաջողեցրել է։ Այսօր շատ երկրներ հայկական ցեղասպանությունը ընդունում են։ Գիտեք, ընդունելու փաստն էլ առանձնապար կարևոր չի։ Կարևորը պայքարն է, պայքարի ոգին է։ Կարևորն այն է, որ մենք կարողանանք աշխարհին ասել, որ մենք այդ ցավը չենք մոռացել, եւ կարևոր է ասենք աշխարհին, որ մենք տերն ենք մեր իրավունքների եւ վերատիրանալու ենք մեր իրավունքների։ Դա է կարևորը։ Իսկ այսօր կարծում եմ, որ այդ անհրաժեշտությունը կրկնակի է, որտեղ ունենք նաեւ Արցախի փաստը, Արցախի մեջ տեղի ունեցած իրադարձությունները եւ հայկական ցեղասպանության ճանաչման հարցը, ընդհանրապես հայկական ցեղասպանության նշման հարցը քաղաքական պայքարի, ազգային պայքարի անհրաժեշտությունն է։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դեռ պետք է պարզել, թե ինչպես է հայոց ցեղասպանության հարցը հայտնվել օրակարգում եւ սլաքները ուղղում է խորհրդային միության ժամանակաշրջան, ասում է, ակնարկում է, որ դա ռուսներին է ձեռնտու եղել։ Այս մասով ինչ կարող եք ասել, ինչու է Հայաստանի իշխանությունը նման թեզեր առաջ տանում եւ ցեղասպանագետները նշում են, որ սա թուրքական թեզ է։ Գիտեք, մենք կոտորվել ենք, մեզի կոտորել են, մենք էլ կոտորվել ենք։ Նշումը ում է ձեռնտու, ում ձեռնտու չի, ով է քաչալերել, ով չի քաչալերել, գուցե 10-րդական, 100-րդական հարց է։ Հարցը նրանում է, որ դու իբրև կոտորված ժողովուրդ, իբրև եղեռնի ենթարկված ժողովուրդ, ցեղասպանության ենթարկված ժողովուրդ, դու քո արժանապատվության տերն ես, թե տերը չես։ Ինչի է, ինչ եք փնտրում։ Մենք ինչ ենք փնտրում ասելով, որ ով է ասել, ով է հրահրել, ով է ուզեցել։ Մենք չենք ուզեցել, մենք խնդիր չունենք, այսինքն մենք այդքան ենք մեռել, որ մենք մեր իրավունքների տերներ չենք, մենք ուրիշը պետք է հուշել, որ մենք մեր իրավունքների տերը լինեինք։ Ես կարծում եմ անհեթեթ է այդ հարցադրումը անհեթեթ է և մեզի վայել չի։ Արդյոք դուք տեսնում եք Հայաստանի իշխանությունների քաղաքականության մեջ հայոց ցեղասպանության ժխտման օրակարգ։ Ես տեսնում եմ ընդհանուր ընկճվածություն, ես տեսնում եմ պարտության արդյունքում, մենք ոչ միայն պարտվել ենք պատերազմում, մենք պարտվել ենք հոգեպես։ Խոսքը մենք եմ ասում, իբրև պետականություն, ոչ թե իբրև առանձին անհատներ։ Իբրև ժողովուրդ, թե իբրև պետություն, իբրև իշխանություն, այս իշխանությունը պարտվել է, հոգեպես է պարտվել, ընկճվել է, ծունգի եկել եւ չի կարողանում իր մեջ կշտկի։ Հարցը սրանում է եւ չի կարողանում իր մեջ կշտկի, որովհետեւ իր հույսը չի դնում իր ժողովրդի վրա։ Ինքը չի փորձում ժողովրդին համախմբի եւ դրանով ինքը իր մեջ կշտկի։ Հիմա պատերազմում պարտվել անկախ պատճառներից, որ ինչու ենք պարտվել, փաստ է, որ պարտվել ենք, բայց կարևոր է, որ կարողանանք ոտքի կանգնենք, կարողանանք մեր մեջ կշտկենք եւ այդ մեջ կարողանանք շտկենք ազգային միասնականությամբ, ազգային ներքին միությամբ, ներազգային խնդիրները երկրորդական պլան մղելով։ Մենք սա պետք է կարողանանք գիտակցել։ Պատերազմի պարտության մեջ իշխանությունների կոնկրետ Նիկոլ Փաշինյանի մեղքը չեք տեսնում։ Ես ամենի մեղքը տեսնում եմ։ Կոնկրետ Նիկոլ Փաշինյանի մեղքը Տեսնում եմ, որտեղ շատ հարցումներ կան, ինչու զինակոտ չեղավ, ինչու այսպես չեղավ, ինչու այնպես չեղավ, ինչու շատ հարցումներ կան, բայց այդ հարցերի, այսպես ասած, այսօրվա արծարծումը, նույնիսկ գտնում եմ
անտեղի, որտեղ այսօր ես ավելի շատ տեսնում եմ անհրաժեշտ շու ոտքի կանգնելու, մեր կողմերում։ Որտեղ իշխանություն Ես թվում իշխանությունը պետք է համախմբի ժողովրդի շուրջ։ Ժողովուրդ հաղորդի մի հատված պահանջում է իշխանության հրաժարական, այդ թվում նաև ընդդիմությունը։ Այո, եւ ինչու է պահանջում։ Եվ ինչու է պահանջում, որտեղ տեսնում ես իշխանությունը տեր չի իր ժողովրդի իրավունքներին, տեր չի իր ժողովրդի արժանապատվության։ Ինքը դա տեսնում է, դրա համար է պահանջում։ Դրա համար պետք է որ վիճակ փոխվի, մթնոլորտ փոխվի, այդ մթնոլորտը պետք է փոխվի, իշխանափոխության պետք է փոխվի, իշխանության հոգեփոխության պետք է փոխվի, բայց պետք է փոխվի, որպեսզի մենք կարողանանք այս վիճակից դուրս գալ։ Նպատակը այս վիճակից դուրս գալն է։ Արցախի հանձնումից կորստից հետո ժողովուրդը մի հատված առհասարակ շատ վատ վերջաբան է պատկերացնում Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո։ Օրինակ ասում եմ, որ պետք է նա դատապարտվի ՑՄՀ ազատազրկման։ Ինչ կարծիք Ճիշտ ասած, նորից ասեմ, ինձ համար այսօր նման հարցերի արծարծումը այսօր էական չէ։ Շատ էական չէ։ Ավելի էականը երկիրը փրկելն է։ Երկիրը այս վիճակից դուրս բերելն է։ Մենք հիմա պետք է փորձենք մթնոլորտ փոխենք դեպի պայքարի մթնոլորտ, դեպի կռիվ տալու, պայքարելու մթնոլորտ կաղանանք ստեղծենք։ Մենք սա պետք է գիտակցենք։ Անշուշտ ես գիտակցում եմ, որ այս իշխանության, այս հոգեբանության տեր իշխանության մենք չենք կարող այս վիճակից դուրս գալ։ Եվ օր առաջ անհրաժեշտ է ազատվել այս իշխանություններից, բայց դա չի նպատակը։ Նպատակը ազատվենք այս իշխանությունից, որ կարողանանք երկիրը փրկենք։ Ուրեմն երկիր փրկելն է նպատակը։ Եվ դրա շուրջ պետք է կարողանանք համախմբվել։ Այդ նպատակի շուրջ։ Խորհրդարանական ընդդիմությանը մեղադրում են, ասում են դուք իշխանության եկաք խորհրդարան, որպեսզի փրկեք Արցախը, սակայն չկարողացաք եւ ուզում են որպեսզի մանդատները վայր դնեն։ Մանդատները վայր դնելու անհրաժեշտություն դուք տեսնում եք եւ նաեւ ասում են, որ իմպիչմենտ պետք է հայտարարել իշխանությունից ազատվելու համար։ Իմպիչմենտով հնարավոր է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջել։ Ոչ մի ճանապարհ մյուս ճանապարհը չի բացառում։ Իմպիչմենտ կլինի, ընտրություն կլինի, փողոցային պայքար կլինի, հեղափոխություն կլինի, հեղաշրջում կլինի։ Սրանք բոլոր նույն նպատակին են ծառայելու։ Մեկը մյուսին չի հակասում եւ չպետք է հակադրության մեջ տնենք։ Երբ հակադրության մեջ ենք տնում, մենք վնասում ենք մեր ընդհանուր պայքարը։ Մեր միասնական պայքարն ենք վտանգում դրանով։ Դրանով ինչ օգուտ ենք քաղում։ Երբ ասում են, որ իմպիչմենտով պետք է փոխենք իշխանություն միայն, կամ ընտրությամբ չենք կարող փոխել, կամ կարող ենք փոխել։ Ես ասում եմ, բոլոր միջոցներն էլ, եթե տանում են բոլոր ճանապարհներն, եթե տանում են հռոմ, ուրեմն ճիշտ է։ Եվ մեկը մյուսին չպետք է բացառի։ Ես հավատում եմ, որ ով ինչպես կարող է պետք է պայքարի, որպեսզի այդ նպատակը իրականացնի։ Սա է կարևորը։ Եվ ով է ճիշտ, ով է սխալ, այստեղ այդ խնդիրը չի։ Իսկ ինչ որ ասում են ընդդիմությանը, որ խորհրդարանում լինի, թե չլինի, ես կարծում եմ բոլոր հարթակները, բոլոր հրապարակները, բոլոր վայրերը, որտեղ կարելի է պայքարել այս իշխանության դեմ, մենք դա չպետք է լքենք, մենք դա չպետք է թողնենք, մենք ամեն տեղ պետք է կռիվ տանք, ամեն տեղ պետք է մեր խոսքը լսելի դարձնենք, ամեն տեղ պետք է պայքարենք, անկախ այն բանից, որ որտեղ որքանով ենք հաջողում, բայց այդ համընդհանուր պայքարը բոլոր ասպարեզներում, բոլոր հարթակներում ամեն տեղ ներկա լինել, ամեն տեղ չթողնել, ամեն տեղ ճշմարտության խոսքը, արդար խոսքը լսելի դարձնել, դա պայքարի ձև է, որը չպետք է պայքարի ճակատը, դիրքը լքել։ Ես այդպես եմ կարծում։ Ինձ թվում է, որ եթե մենք կռվում ենք, պետք է կռվենք ամենուր։ Ինչու պետք է լքենք մի ասպարեզ, որը մեզի հասու է, հասանելի է։ Ես չեմ կարողանում դրա իմաստը հասկանալ։ Իսկ խորհրդարանական պայքարով կարելի արդյունքի հասնել, ես ասում եմ, միայն խորհրդարանական պայքարով հավանաբար ոչ։
բայց եթե պայքարի բոլոր ճակատներում մենք կազմակերպվում ենք եւ ծրագրված աշխատանք ենք անում, նաեւ խորհրդարանով կարող ենք հասնել։ Դե հիմա այսօր Թուրքիայում հավաքվեցին մի քանի միլիոն չկարողացան իշխանություն փոխել, Ֆրանսիայում 100,000-ավոր հավաքվեցին չկարողացան իշխանություն փոխել, որովհետեւ հիմնական հարցը իշխանության հենարանն է, ոստիկանությունն է, բանակն է, դրա վրա է որ պետք է ազդել։ Ինչպես է լինում թիմերում ընտրությունների արդյունքներով հնարավոր է լինում իշխանապողության հասնել։ Որտեւ թիմի ընտրությունները մի քիչ տարբեր են, այդքան քաղաքականացված չի եւ թիմի ընտրություններում շատ ավելի դերակատար դառնում անհատի անձնական գործոնը ավելի դերակատար է դառնում։ Իհարկե, սա թիմի ընտրությունների արդյունքները այս մի երկուսը որ ունեցան կարող է լավ նախադեպ լինի վաղվա ընտրությունների համար։